Առաջին անգամ արտառոս ձայներ լսել ենք փետրվարի 28-ի երեկոյան 17:00-ի սահմաններում, սակայն գիտակցելով, որ դրանք հակաօդային պաշտպանության կողմից իրականացվող հակահարվածի ձայներն էին, շատ ավելի ապահով զգացինք մեզ, քանի որ վտանգն արդեն չեզոքացված էր։ Հակամարտության առաջին օրը վնասազերծված հրթիռների բեկորներն ընկել էին Դուբայի 5 աստղանի հյուրանոցներից երկուսի վրա, առաջինի պարագայում առաջացնելով խոշոր հրդեհ, երկրորդի դեպքում վնասվել էր հյուրանոցի արտաքին ֆասադը։ Դուբայի որոշ բնակելի թաղամասերում, ինչպես նաև Դուբայի միջազգային օդանավակայանի տերմինալներից մեկում բեկորներ էին ընկել, ինչի հետևանքով վիրավորվել էին մի քանի քաղաքացիական անձիկ։ Ինչպես գիտենք, Դուբայը զբոսաշրջային հանգույց է եւ ստեղծված իրավիճակը չէր կարող անհետևանք թողնել այստեղից իրականացվող թռիչքները։ Պատերազմի առաջին 2 օրերին Արաբական Միացյալ Էմիրությունների բոլոր օդանավակայաններից չեղարկվել էին բոլոր թռիչքները, սակայն բարեբախտաբար 3 օրվա երկրորդ կեսից սկսած մասնակիորեն վերականգնվել են դրանցից մի քանիսը։ Այս պահին իրավիճակն ամբողջովին գտնվում է Արաբական Միացյալ Էմիրությունների իշխանությունների վերահսկողության տակ, աստիճանաբար վերադառնում ենք մեր կյանքի բնականոն հունին, մասնավոր սեկտորը վերադարձել է գրասենյակից աշխատելու, 1 օր անց երեխաները հեռավար կրթությունից կվերադառնան դպրոց, չունենք որևէ հրահանգ, ծանուցում տանից դուրս չգալու։ Արաբական Միացյալ Էմիրությունների հակաօդային պաշտպանությունը փայլուն հակահարված է հասցրել հրթիռակոծման բոլոր փորձերին, ինչի շնորհիվ էլ կարող եմ վստահեցնել, որ բնակչության շրջանում չկա խուճապ։ Չենք մտահոգվում, խուճապի մատնված չենք դիտարկում երկիրը լքելու տարբերակը, լիահույս ենք, որ ամեն ինչ շուտով բարեհաջող կավարտվի։ Հայաստանում բնակվող մեր հայրենակիցներին էլ կհորդորեմ շատ չանհանգստանալ մեզ համար ու սոցմեդիայում տարածվող ամեն ինֆորմացիայի անվերապահորեն չհավատալ։ Խաղաղություն բոլորիս։